Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն է, բարև ձեզ, պարոն Արաբյան։ Եվ այսպես, մոտ մեկ շաբաթ առաջ Գյումրիում ավականու ընտրություններ էին, համացանցում այսպես տարբեր գրառումներ կան եւ շատը հենց այս տեսակետը, որ ողբերգություն է, որ կրիմինալը կրկին քաղաքական որոշիչ գործոն է դառնում։ Համամիտ եք։ Իհարկե, շատ ցավալի է, ես ուղղակի գլխումս չի տեղավորվում այն ասույթը, որ ամեն մի գյումրեցի, ես էլի չեմ շղթում, որ պատվախնդրությունը կամ իրանց լեզվով ասած թասիբը իրանց մոտ շատ բարձր է եւ 10 տարի այդ կրիմինալը տեսած մարդը թեկուզ 10 հոգի, թեկուզ 5 հոգի գնան ու ձայն տան այդ կրիմինալին, որ ողողված է թալանով, սպանություններով եւ գողական իրանց լեզվով ասած ռազմավարներով եւ հիմա էլ որ լսում ես այդ մարդու խոսակցությունը, դա է ոնց որ նոր բանից դուրս եկած լինի, գաղութից դուրս եկած լինի, այդ խոսակցությունն է գնում։ Այ ինչու է այդպիսի որոշում կայացրեցին գյումրեցիների այն հատվածը, որը գնաց եւ ձայն տվեց Վարդապետյանին։ Գյումրեցիները հիմնականում իմ կարծիքով բավականին ավանդապաշտ են, ցավոք սրտի այդ կրիմինալի մոտ իրենց հանցագործ անցյալն էլ է ավանդույթ դարձել եւ դրա ընդհատում իրանց համար ստերեոտիպ մեծ ողբերգություն էր եւ ձգտում են դրան բնականաբար մարդը կարմիրկով իր կաշին չի փոխի, այսինքն ոնց կարող է այդ հանցագործը գա եւ հանկարծ նոր դեմքով կամ նոր բնավորությամբ հանդես գա, ընդհակառակը նա շատ ավելի ծանր բաների է գնալու, ծանր հանցագործությունների, ես վստահ եմ սրա վրա։ Բայց մենք հիշում ենք, որ երբ նա դեռ ղեկավարում էր Գյումրի քաղաքը, երբ քաղաքապետի պաշտոններ զբաղեցնում, շատ գյումրեցիներ էին դժգոհ հենց նրա պաշտոնավարումից։ Բոլոր գյումրեցիներն էին։ Եվ հիմա այսպիսի որոշումը կարծես թե շատերի համար սառցնցում է։ Ինձ համար էլ անհասկանալի, ինչն է պատճառը, արդյոք չգիտեմ, չեմ ուզում մտածեմ, ընտրակաշառք լինի, թե ինչ որ խոստումներ, չգիտեմ ինչ, բայց ոչ մի բան չի արդարացնում այս ելքը, ոչինչ չի կարող արդարացնել։ Նույնը պիտի ասեմ, օրինակ, մինչև 18 թիվը մենք Գյումրի որ գնում էինք, դժգամությամբ էինք գնում, որտեղ ինքը շատ, այսինքն մենք քայլում էինք, մեքենաները վարում էին քանդված փողոցներով, երբեք չասֆալտապատված փողոցներով կամ որտեղ ասֆալտ կար, բողոքում էին, որ գումար չկա եւ այլն, բայց հանկարծ մի տարվա ընթացքում ամբողջ Գյումրին ասֆալտապատվեց։ Մենք համերգ արեցինք Մանսուրյանի 80-ամյակի Սևբերդում, հետո որը պարզվեց, դա էլ է սեփականություն, դա էլ է շատ ինձ համար հետաքրքիր, որ մտածեցի, երբ ինչ որ մեկը կարող է մտածի, ինչ միացին էլ սեփականաշնորհի կամ զվարթնոցի տաճարը, պատճառաբանություններ կային, որ դա վատ վիճակում էր եւ մարդը վերականգնեց, բայց վերականգնել լավ արել, բայց սեփականաշնորհել եւ դարձնել ռեստորան կամ գիշերային ինչ որ անհայտ կատեգորիայի ինչ որ հաստատություն, չգիտեմ։ Ինչու զարմացաք։ Մենք այնպիսի փորձ ունենք, որ անցնող 30 տարիների ընթացքում տարբեր մշակութային կրթական հաստատություններ են քանդվել, մասնավորեցվել։ Ես հիշում եմ նաև տարիներ առաջ խոսակցություն կար, որ մշակույթի նախկին նախարար, եթե չեմ սխալվում, Հասմիկ Պողոսյանը ցանկանում էր Գառնի տաճարի հարևանությամբ ինչ որ ռեստորանային համալիր կառուցել։ Ես դրա մասին տեղյակ չեմ, անկեղծ ասած։ Ես ասում եմ այն, ինչ որ ես եմ տեսնում, ես չգիտեմ, այնտեղ մանկապարտեզներ են սեփականաշնորհել դպրոցներ եւ այլն։ Հին Երևանի բազմաթիվ շենքեր այդպես ավիրեցին։ Ես չգիտեմ, բայց ես այն ինչ որ տեսնում եմ հիմի դիցուկ այս Գյումրու հետ կապված, իմ աչքի տեսածն եմ ասում եւ շատ զարմացած եմ եւ շատ վերջացած եմ։ Պարոն Արաբյան,
Ինչպիսին պետք է լինի մտավորականը, դիրքորոշում արտահայտող թե լռող, որովհետև շատ հաճախ մենք տեսնում ենք, որ այս չգիտեմ, քաղաքական տարբեր process-ների ժամանակ ասում են, այ ուր են մտավորականները, ինչու մտավորականները չեն խոսում, բայց երբ մտավորականը դիրքորոշում է արտահայտում, սկսում են, չգիտես ինչու, թիրախավորել այդ մարդուն։ Մտավորականների մեջ էլ կան տարբերություններ, ինձ թվում է։ Կան, որոնք հակվածություն ունեն։ Ես չեմ հարում ոչ մի կողմի։ Ես իմ տեսակետն ունեմ, որտեղ ոչ մեկից կախվածություն չունեմ, ոչ մեկից սպասելիք չունեմ։ Այն ինչ որ տեսնում եմ ներկա, ես ինքս հեռուստատեսությունում աշխատել եմ երկար տարիներ, 20 տարի ես աշխատել եմ այս սիստեմում։ Դրա մասին էլ կխոսեմ։ Այն ինչ որ տեսնում եմ բացասական, ես դրա մասին միանգամից խոսում եմ, անմիջապես արտահայտվում եմ։ Ես ինչու եմ հարցնում, ինչպիսին պիտի լինի մտավորականը, որովհետև մենք շատ հաճախ հիշում ենք թե Զորի Բալայանի նամակը Ռուսաստանի նախագահին եւ դրան զուգահեռ հիշում ենք Սիլվա Կապուտիկյան ինչպես վերադարձրեց չէ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը Ռոբերտ Քոչարյանին եւ գրեց մի ստեղծագործություն, որ ես ձեր դատաստանին ներկա կլինեմ, այսինքն մտավորականների արարքները, գործողությունները, չգիտեմ, հայտարարությունները միշտ հիշվում է ամեն դեպքում եւ Բալայանի նամակը Ռուսաստանի նախագահին եւ Սիլվա Կապուտիկյանի հայտարարությունն ու արարքը, այդ դրա համար հետաքրքիր է ինչպիսին պիտի լինի ժամանակակից մտավորականը։ Պիտի լինի շիտակ, ուղիղ, այսինքն արտահայտի այն, ինչ որ ինքը զգում է, ոչ թե կախվածություն ունենա ինչ որ մեկին եւ փորձի տվյալ անձի կամ տվյալ կազմակերպության ժողովրդական լեզվով ասած բոստանը ջրել։ Մենք հիշում ենք, որ խորհրդային միության փլուզումից հետո այսպես դասական արվեստը այդ անցնող 30 տարիներին ամեն դեպքում հայտնվեց լուսանցքում եւ շատ նոր երգիչների հայտ եկան եւ շատ այդ այսպես կոչված անորակ երաժշտությունը միշտ խոսել եմ ես դրա մասին անձամբ միշտ խոսել եմ թուրքական, արաբական, ադրբեջանական երգեր երգող երգիչները իհարկե հայերեն թարգմանված կամ նոր բառեր մոգոնած բոլորը ստացան կոչումներ, որտեղ մեկ կամ երկու մարդու ճաշակով էր որոշվում այդ ամեն ինչը։ Իսկ երբ որ ես էի աշխատում հեռուստատեսությունում, ամեն երկուշաբթի կոլեգիայի նիստ էր գնում, հավաքվում էին համապատասխան մասնագետներ եւ որոշում էին ինչը կարող է եթեր գնալ, ինչը չի կարող եթեր գնալ։ Սկսած դասական երաժշտությունից, սկսած քաղաքային ֆոլկլորից, երբեմն քաղաքային ֆոլկլորը շփոթում են հիմիկվա ասած ռաբիսի հետ, դրանք տարբեր բաներ են։ Սկսած այս ցածր որակի սերիալներից Դե պետական մակարդակով էր կարծես թե խրախուսվում այդ երաժշտության տարածումը, որովհետև մենք տեսնում ենք, որ երգիչներ, որոնք երգում են ձեր ասած ռաբիսը, հետո հարսանիքներին երգելուց հետո արժանանում են պետական պատգամավոր կոչումների։ Եվ այդ երգիչներից շատերը այսօր օվկիանոսից այն կողմ են, բայց չգիտես ինչի Հայաստանի Հանրապետության կոչումներով են ման գալիս։ Նախ կոչումը հարիր չէ, իրանց ես դեմ չեմ, ամեն մեկը կարող է իր ճաշակով, իր միջոցառմանը թաթայել լսի, արմենչիկել լսի եւ այլն, բայց պրոպագանդել, քարոզչություն անել նման երգիչներին, դա անթույլատրելի եմ համարում։ Դուք խոսեցիք երգիչների մասին, որոնք հայտնվել են օվկիանոսից այն կողմ, մենք հիշում ենք նույն 90-ականներին շատ երգիչներ էստրադային ամեն դեպքում հեռացան Հայաստանից, Էլվինա Մակարյան, Գյորգի Մինասյան, Լոլա Խոմյանց եւ նախորդ տարի մենք իմացանք, Արտաշես Ավետյան նախորդ տարի իմացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է երգչուհի Զարա Տոնիկյանը եւ նրա մահից 1-2 ամիս հետո իմացանք այդ մասին։ Այ ինչու խեղվեցին, այսպես ասած, էստրադային շատ արտիստների ճակատագրերը։ Ես կարծում եմ, որ նրանք ովքեր որ բարձրաճաշակ էին, լավ դիրք ունեին արվեստի այդ ճյուղի մեջ, նրանք չգնահատվեցին։ Թե համարվում էին նախորդ ռեժիմի կամ սովետական Հայաստանի երգիչներ եւ նոր բացարձակ կապ չուներ։ Էլվինա Մակարյանի անունը տվեցիք, հանճարեղ, այսինքն ոչ թե Հայաստանի
մասշտաբով, այլ համաշխարհային մակարդակով նա հանճարեղ երգչու եւ հանճարեղ երաժիշտ, դաշնակահարուհի, կոմպոզիտոր եւ երգչու Զարա Տոնիկյանը։ Ես բոլորի հետ անձամբ աշխատել եմ, ես երկար եղել եմ սիմֆոնիկ էստրադայի նվագախմբում եւ ջութակար եւ տնօրեն հետո։ Ես բոլորի հետ աշխատել եմ, հիանալի մինչև այսօր կատարումները կա։ Ես աշխատել եմ Բաբաջանյանի հետ, Հեքիմյանի հետ։ Եկան ըստ երևույթին ղեկավարելու այն մարդիկ, ովքեր ում ականջին հարիր էր այդ ադրբեջանական, միգուցե այդ թուրքական ադրբեջանական երաժշտությունը եւ իրենք որոշեցին իրենց էլի ժողովրդական լեզվով ասած իրենց բերնի համով որոշել թե ով է լավ եւ ով է վատ։ Ես երբեմն շատ հեղինակավոր պաշտոնյաների երբեմն ասում եմ գեղարվեստական խորհուրդ է պետք ձևավորել։ Պաշտոնը դա քաղաքական պաշտոն է եւ կարող են մարդիկ զբաղեցնել, բայց այն հաղորդումները, որ եթե պիտի գնան, երբ որ իրենք ցենզով են անցնում, վաղը եթե մեկը ասի աչքիդ վերևում կամ մատով ցույց է տալիս, ասում ես տեսեք, այս երաժշտությունը թույլ է տվել եթեր գնալ Էդվարդ Միրզոյան, Ռոբերտ Ամիխանյան, Տիգրան Մանսուրյան, խնդրեմ գնացեք իրենցից բողոքեք, ասեք, այս ինչ եք անում, բայց ոչ թե ինչ-որ մեկը որոշում է, որ էլ չեմ ուզում անուններ տամ, անկեղծ ասած, որտեղ իրանք էլ իրենց միջավայրը եւ իրենց լսարանն ունեն։ Պարոն Արաբյան, չեք կարծում, որ արվեստը սիրել եւ արվեստը գնահատել մարդուն պետք է սովորեցնել դեռ վաղ հասակում, օրինակ Ռուբեն Բաբայանն ասաց, որ ռուսները իրենց երեխաներին բերում են տիկնիկային թատրոն, ասաց մոտեցա հարցնում եմ, ասում եմ, բայց արդյոք ձեր երեխան կհասկանա հայերեն ներկայացումը, ինձ պատասխանում են, որ կարևոր է, որ երեխան սովորի թատրոն գնալ, այդ մշակույթը սովորի, թատրոն այցելելու մշակույթը, նույնն էլ նաև օպերայի եւ բալետի արտիստներն են ասում, որ ռուսները շատ են հաճախում օպերայի ներկայացումների։ Երկու ձեռքով համաձայն եմ Ռուբեն Բաբայանի հետ, շատ հարգում եմ իր մտքերը եւ իր մտածելակերպը եւ ասեմ համաշխարհային թատրոնի, հենց թատրոնի մասին որ խոսք գնաց Վարան Փափազյանը, նա շատ երկրներում խաղում էր հայերեն կամ Ռուսաստանում, չգիտեմ, նա ուներ իմ կյանքի վեպը երկու հատորով կարդացել եմ, արդեն չեմ հիշում, բայց ասենք նույն բեմի վրա տարբեր դերասաններ խաղում են իրենց լեզուներով, բայց հանդիսատեսը գնում էր, հանդիսատեսը զգում էր եւ հասկանում էր եւ գնահատում էր դա։ Այնպես որ լեզվի բարիերը այս դեպքում այնքան մեծ Բայց նաև պետք է սովորեցնել վաղ հասակից, չէ՞, սիրել թատրոնը եւ առհասարակ մշակույթը։ Իհարկե, ես օրինակ որ փոքր տարիքում երաժշտական դպրոցից դեռ մենք աբոնեմենտներ ունեինք եւ գնում էինք Արշակ երրորդ էինք լսում, Անուշ էինք լսում կամ իտալացի հայտնի կոմպոզիտորների համաշխարհային գլուխգործոցներից։ Օրինակ առաջի անգամ երբ որ մեզ մոտ հրարձակվեց Թուրքիայի օրգներքը հերոստատեսությամբ, ես ասես ոնց է Արշակ երրորդ օպերայից սա հատվածը։ Հետո պարզվեց, որ Սուլթան Համիդի պատվերով Տիգրան Չուխաջյանն էր գրել, այսինքն վերցրել տվել էր թուրքերին որպես օրգներք, Արաքս Մարգարետ հայկական երգն է դա, ծարից ծար եւ ոչ մի նոտա փոխված չի, այսինքն իմ մանկահասակ տարիքում արդեն ես գաղափար ունեի, թե ինչ էինք մենք լսում եւ ինչպես կարող եմ գնահատական տալ։ Տեսեք, դուք ասացիք, որ անցնող տարիների ընթացքում շատ բան է փոխվել, այսպես ասած, որակյալ երաժշտությունը կարծես թե հետ է մղվել եւ անորակն է շատ ռոպագանդվել 30 տարի շարունակ, բայց այդտեղ չեք կարծում, որ նաեւ էլիտա հասկացությունն էլ փոխվեց, կարծես թե մենք տեսանք, որ օլիգարխները չգիտես ինչու համարվեցին հասարակության էլիտան, բայց նրանք ովքեր լավ արվեստագետներ էին, մտավորականներ, գիտնականներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, նրանք չգիտես ինչի սկսեցին ավելի վատ ապրել, հայտնվել լուսանցքում եւ հասարակությունը տեսնում էր ինչ, տեսնում էր, որ մի, չգիտեմ, օլիգարխ գնում է օպերայի ներկայացման եւ քնում է ամբողջ ներկայացման ընթացքում, վերջում ծափահարում ու դուրս է գալիս։ Դե նույն սկզբունքով
պիտի պատասխանեմ, որ եկան ղեկավարներ, որոնք սիրում էին այն երաժշտությունը, ցածր կլասի, ցածր դասի երաժշտություն, օլիգարխներն էլ ովքեր էին հիմնականում, ու շատերը ասենք սեր համեստ ապրածման բախտի կմաճուրքով կամ չգիտեմ բախտի բերումով կամ հանգամանքների բերումով հարստացած, բայց իրանց ներքին ընկալումը, եթե խոսքը երաժշտության չի փոխվել, նա է տասիրել եւ նրանով է ինքը լավ զգում եւ դժվար է իրան ընտելացնել այն ավելի բարձր արժեքներին, ավելի համաշխարհային բարձր արժեքներ թելադրող երաժշտությանը կամ թատերական ներկայացումներին եւ այլն։ Իհարկե հիմա շատերը կան, որ գիտակցում են, որ եթե նույնիսկ չեն էլ հասկանում, գալիս են սուսուփուս նստում, լսում են, ձև են անում, որ իրենք լավ են զգում։ Ընթացքում անընդհատ հորանջելով։ Դժվարությամբ, հա, ես հիշում եմ այն ժամանակ իմիջիայլոց շատ մեծ ուշադրություն էր դարձնում Հասմիկ Պողոսյանը, երբ որ Հովիկ Աբրամյանին բերում էր դասական համերգների, այդ մարդը ինչ տանջանքների էր ենթարկվում հոգեկան, բայց դիմանում էր։ Պարոն Արաբյան, մենք խոսեցինք նաև թատրոնից, չեք կարծում, որ այդ ոլորտում եւս կարծես թե կամ մտածողության կամ սերնդափոխություն պետք է լինի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ շատ, այսպես ասած, ազգային ավանդական թատրոններ ունենում են դահլիճը լցնելու, տոմսեր իրացնելու խնդիր, բայց նորաստեղծ թատրոններ կան օրինակ, որոնք հիմնադրել են երիտասարդները։ Մարդիկ ասում են, որ տոմսերը բավական ակտիվ վաճառվում են անգամ ներկայացումից մի քանի օր առաջ։ Այսինքն այստեղ նաև աշխատելու ձև պետք է փոխվի, որ թատրոնն ինքը դառնա բիզնես։ Երևի հետաքրություն առաջացնելու, անկեղծ ասած, ցավով եմ ասում, որ իմ աշխատանքի բնույթից ելնելով շատ քիչ ժամանակ եմ ունենում թատրոնին հատկացնելու, շատ քիչ ժամանակ, բայց երևի կարողանում են հետաքրություն ստեղծել կամ թեմատիկայով կամ սյուժեով, այսինքն որ կարողանում են լցնել այդ դահլիճները, բայց չգիտեմ, ինչ վերաբերվում է այս սերիալներին, խոսակցականին հայոց լեզվի, դա խայտարակ վիճակում է իմ կարծիքով, որտեղ ես այդ սերիալների խոսակցությունը բակում եմ լսում երեխաներից եւ փշակաղվում եմ ուղակի եւ երեխաներին չեմ մեղադրում, որտեղ իրենք մտածում են, որ այն ինչ որ հեռուստացույցի էկրանից են տեսնում, դա սխալ լինել չի կարող, դա ուսուցողական է եւ նույն ձևով իրենք կրկնօրինակում են։ Պարոն Արաբյան, ապրել նշանակում է արժեքներ ստեղծել, այլ ոչ թե ձեռք բերել։ Այո։ Հիմա ավելի շատ ստեղծում են, թե ձեռք են բերում այդ արժեքները։ Եվ խնդիրը ո՞րն է, ինչ անել, որ ստեղծեն ավելի շատ, այլ ոչ թե ձեռք բերեն։ Գիտեք ինչ, դա մարդկանց արդեն սուբյեկտիվ անհատականություններից է կախված, ով ստեղծում է, ով ձեռք է բերում։ Բայց նաև կա այսպիսի մի տեսակետ, չէ, եթե չեմ սխալվում, Օշոն է ասել, կամ կարող եք գեղեցիկ ապրել, կամ ինքներդ ձեզ քարշ տալ գերեզման։ Այդ իմ Այո, ես գրառումների հետ եմ։ Այդ գրառումներից եք վերցրել։ Այո։ Դե չեմ ուզում անհատականացնել նորից, բայց մնում եմ այդ դիրքերի վրա, այդ ուղղության վրա, այո։ Կյանքը ի վերջո երջանկության մասին նաև զգացողություն է, չէ՞։ Եվ երջանկությունը դա սահմանափակ լինել չի կարող։ Երջանկությունը մի տուփիկ չի, որտեղ հասնում ես եւ ամեն ինչ ավարտվում է։ Երջանկությունը դա այն ծովին, որ նայում ես այն հորիզոնի գիծն է, որ դու ձգտում ես մոտենալ այդ գծին եւ ինչքան մոտենում ես ինքը հեռանում է եւ դու անդադ փորձում ես մոտենալ։ Դա է կյանքը։ Եվ երջանկության նկատմամբ զգացողությունն էլ է դա։ Բայց Ֆայնա Ռանևսկայան ասել է, որ կյանքը պետք է այնպես ապրել, որ հետո քեզ հիշեն նաև սրիկաները։
Այո։ Ֆայնարանեսկայից էլ շատ կան հետաքրքիր մտքեր, իհարկե եւ հումորով եւ սարկազմով, բայց շատ ճշմարիտ գից կա իր ասույթների մեջ։ Իսկն համամիտ եք այդ Իհարկե։ տեսակետի հետ։ Իհարկե բոլորը պետք է հիշեն։ Թեկուզ վատ, եթե վատ է, ուրեմն դու ինչ-որ մի բան ունես, որ հիշում են։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։